քիչ կորցնում եմ իմ մոտ գտնվող ամենահարազատ մարդկանց։ Էդգար, ես քեզ հետ քո կողքին։ Ես դրա համար շատ շնորհակալ եմ քեզնից։ Ես էլ քո սուրճը։ Երեխեքը քնած են։ Հա, այդքանից հետո ինչ պիտի անենք, քնած են։ Արշակ ջան, մի բան եմ ուզում քեզ հարցնեմ, շատ կարևոր։ Ինչ Շուշան, էլի սկսեցիր սարուձորնել, նորմալ հանգիստ խոսա։ Դավիթը գիտի ով է իր հայրը, իսկական։ Իսկ մոր մասին քեզ ոչինչ չի հարցրել։ Չէ, Շուշան չի հարցրել։ Նույնիսկ խնդրել է, որ էլ այդ մասին չխոսանք։ Իսկ եթե դա մի օր պատմի։ Ուսում ունենանք, որ ոչ մի բան էլ չի պատմի։ Բա որ պատմեց, չես մտածում դու։ Մտածել եմ, որ պատմեց կամ թեկուզ չպատմեց։ Միևնույն է, մենք Դավիթից ոչ մի բան չենք թաքցնելու։ Չենք թաքցնելու։ Ոնց պիտի ասենք, թե իրենից իսկական մայրը ոնց է կարողացել հրաժարվել։ Շուշան, տես խիստ գույներով չենք նկարագրի։ Մենք Դավիթին չենք ասել, չէ, որ իրա իսկական առևանգման հեղինակը իրա հայրն է եղել։ Չենք ասել, չէ։ Չենք ասել։ Ահա։ Նույնն էլ մոր համար, եթե հարցներ ուզենա իմանա, կասեք, որ իդան է իրա մայրը։ Չգիտեմ, վախենում եմ, շատ եմ վախենում։ Շուշան, ես այս օրի ընթացքում համոզվեցի, որ լինելու բանը անկախ ամեն ինչից մեկը լինելու է։ Ու Դավիթիս ես այս անգամ էլ չեմ կարող խաբեմ։ Որ հարցնի ես նրան ճիշտը կասեմ, թե չէ, համոզված եմ։ Դավիթը այս անգամ էլ մեզ չի ների։ Ես կբացեմ։ Դու սուրճդ խմիր, ես կբացեմ։ Բարև Արշակ ջան։ Վարդան ջան։ Բարև Մարի ջան։ Վերջ Մարի ջան, դուրս գրեցին։ Հա, արդեն դուրս գրեցին։ Դե փառք Աստծո։ Բա երեխեքը տանն են, հենց եմ ուզում տեսնեմ։ Տան են, քնած են։ Մարի, ուզում ես պարկի մի քիչ հանգստացի։ Ահա, եթե կարելի է մի քիչ պարկեմ էլի։ Եթե կարելի է, հələ տես ինչ ասում, բա դա հարցնելու բան է։ Նրա քո սենյակն էլ է պատրաստ, քո անկողինն էլ, գնացենք։ Շնորհակալ եմ Վարդան ամեն ինչի համար։ Շնորհակալության կարիք չկա։
Մարատին ոչ մի բանով չենք կարող օգնենք։ Չէ, Արշակ ջան։ Ոչ մի բանով։ Փաստաբանի հետ եմ խոսացել, ասես որ Մարատի մեղքը ապացուցված է ու մեղադրող կողմի համար ոչ մի դժվարություն չի լինի էլի այդ ապացույցները ներկայացնելու։ Ոչ մի բան հնարավոր չի անել։ Վարդան ջան, ես ինձ շատ մեղավոր եմ զգում։ Ախր այդ ցավի երեխու պատճառով եղավ։ Չէ, Արշակ ջան, դու քեզ մի մեղադրի։ Մարատն ու Աշոտը շատ չլուծած հարցեր ունեին։ Դրա համար էլ եղավ են, ինչ որ եղավ։ Արշակ, մի խնդրանք ունեմ քեզ։ Մարի բուրող բժշկի հետ եմ խոսացել, ասեց, որ ես մի քանի օրը Մարին վատ ազգալու իրան, այդ վիրահատությունից հետո, եթե հնարավոր է, խնդրում եմ էլի մենակ չթողնեք։ Ապա Վարդան ջան, այդ ասելու բանը, իհարկե։ Շնորհակալ եմ Արշակ ջան, ես գնացի։ Լավ, Վարդան, այդ Կարլեն ու այդ իրա մնացածի էլի այդ մարդկանց հարցերը ոնց արնելու, ասում եմ, կարող է վաղը մյուս օրը դրանք մի նոր փորձանք բերեն գլխներից։ Չէ, Արշակ ջան, Կարլենին բռնել են ու իր շրջապատից շատ մարդկանց են հավաքել։ Բա այն Կարլենի են մեծին էլի, նրան էլ։ Չէ, Արշակ ջան, բայց հերթը դրան էլ կհասնի։ Կտենաս, որ հերթը հենց դրան էլ կհասնի։ Լավ, ես գնացի։ Սա ես էլ եմ դուրս գալու, Վարդան ջան։ Ուզում եմ գնամ մի հատ համոյն տենամ։ Պատկերացնում եմ հիմա ինչ վիճակում է համոն։ Ծանր է վիճակը։ Հաջողություն։ Երևի այդ կառնա։ Դավիթ ջան, դուրն ա բացիր։ Իմ մամա։ Բարև Դավիթ ջան։ Լավ ես, ախպեր ես։ Ահա։ Բայց ծնունդի տերն ուրա։ Սենյակում է, սիրուն անում է։ Չգիտես այդ աղջկական ձևերը։ Դե պարզ է։ Հələ նա ես նվերը դուրը կգա։ Հա, բա ոնց։ Անպայման դուրը կգա։ Դե վերցրու կտաս իրան։ Դե դու անցիր հյուրասենյակ, Էդգար ջան։ Լավ։ Ես կբացեմ։ Բարև Դավիթ ջան։ Ոնց ես։ Լավ, Համլետ պապիկ։ Ես էլ մի հատ օգնի։ Ես էլ վերցրա։ Անցրեք հյուրասենյակ։ Բարև Արշակ ջան։ Բարև Համլետ ջան։ Աշկը դուրս։ Շնորհակալ եմ ախպեր ջան։ Բարև ձեզ։ Բարև աղջիկ ջան։ Ոնց ես Էդգար։ Լավ եմ Մարի ջան, դու ոնց ես։ Լավ։ Դե քանի որ արդեն այստեղ եք, մեր հերոսուհին էլ արդեն պատրաստ է։ Դիմավորենք։ Անժել։ Վայ, ցավը տանել, վայ, սիրուն ջան։ Սա քեզ բալես։ Շնորհակալություն։
Ես կբացեմ։ Շնորհավորում եմ բալես։ Շնորհակալություն։ Բարև Վարդան ջան։ Բարև Վարդան ջան։ Բարև Վարդան ջան։ Անժել, դե հյուրերիդ ներս հրավիրի։ Ես ես բոլորին հրավիրում եմ հյուրասենյակ։ Անցեք Ժողովուրդ ջան, անցեք։ Տեղավորվեք, ում որտեղ հարմարա տեղավորվեք։ Հալո։ Բարև Մարի։ Բարև Արման։ Այս ձայներից ենթադրում եմ, որ հյուրերն արդեն եկել են, հա։ Հա, իսկ դու ուր ես, քեզ ենք սպասում։ Դե զանգել եմ ասում, որ չեմ գալու։ Արման, բայց Անժելը սպասում էր քեզ։ Գիտեմ, իմ փոխարեն ներողություն խնդրի, ասա, որ վաղը ես Անժելին ու քեզ հրավիրում եմ մանկական սրճարան։ Բա Դավիթը։ Դե գիտեմ, որ Դավիթն ու Անժելը միշտ միասին են։ Այնպես որ 4 հոգով կհանդիպենք վաղը։ Լավ Արման։ Լավ, առայժմ։ Առայժմ։ Լսեք, ով է շամպայն խոմ, լսեք։ Հա, բայց քիչ։ Անժելին էլ, Էդգար ջան, Անժելն էլ, մի քիչ։ Մարի, բաժեք։ Հա, դե վերցեք Ժողովուրդ։ Վերցեք, Ժողովուրդ ջան, վերցեք, ասիկ նստի, օգտվեք։ Ժողովուրդ ջան, ուշադրություն, ես մի վարկյան մի բան եմ ուզում։ Ասա Արշակ ջան։ Մարի ջան, Արմանը չի գալու։ Շուշան։ Վայ, աղա մոռացել եմ էլի։ Չէ, աղը չէ, Շուշան, ես մարդ եմ, չէ կենաց եմ ուզում ասեմ։ Ասա Արշակ ջան։ Ժողովուրդ ջան։ Ճիշտ է, այսօր Անժելիս ծնունդն է։ Ու առաջի կենացը մենք պարտավորենք խմենք Անժելի կենացը, բայց ես ուզում եմ խմենք մի մարդու համար, որ շատ էր ուզում, որ այսօր մենք բոլորս իրար հետ լինենք ու դրա համար վճարեց իր սեփական կյանքով։ Ճիշտ է, մեր ընտանիքը Հայկին շատ կարճ ժամանակ աճառաչել։